Մուսելը, ես ի՞նչ ես ասում։ Բա ինչ էիր ուզում անեիր։ Շոյեիր, հա։ Ես ընդամենը մոտեցել եմ, պարոն փոխգնդապետ։ Լավ, վերջացրեք։ Հիմա երկուսդ էլ նստեք ու բացատրագիր գրեք։ Ինչ ոնց։ Ես բոլոր մեղավորներին պատժելու եմ։ Նստեք։ Տենց ինքը մի քանի անգամ վիրավորեց ու ես էլ եկա վաշտ։ Լավ, ես հեսա իր հետ կխոսամ։ Ես էլ չեմ ծառայելու։ Եկ, հաջիկ հանգստացու, վայ։ Ծառայությունը, բա ամեն ինչը կպատայի, բա չկա։ Ես էլ ոչ մի բան չեմ ուզում անեմ։ Ուստեղել էլ չեմ ծառայելու, վերջ։ Հաջիկ քեզ արդեն վաղուց չի սազում լացելներ։ Յա։ Այդտեղ դու արդեն այդ этаպից դուրս ես եկել։ Վայ։ Էլի սկսեցիր։ Ասի հետ կխոսամ, ամեն ինչ կհարթվի կգնա։ Ոչ մի բան էլ չի հարթվի։ Դե վայ, վերջ։ Հանգստացի։ Մուսայելյան, դու իրավունք չունեիր սպայի դեմ դուրս գալու։ Անկախ նրանից, ինքը իրան ոնց է պահել։ Այդ հարցերը այստեղ են լուծվում, այս սենյակում։ Տեսնելով, որ զինվորին, անկարգապահ զինվորին, մի զինվորի, որը սպայի հետ խոսալու ձև չգիտի, խրատ է տալիս, դու նրան պետք է այս գործում աջակցեիր։ Ոնց աջակցեի, թողնեի որ խփեր, հա։ Սպան չէր խփի զինվորին։ Ես չեմ հավատում։ Ճիշտ եմ ասում, Ղազարյան։ Ճիշտ է այդպես։ Պարոն փոխգնդապետ, ես իմ աչքով եմ տեսել, հիմա դուք ինձ ասում եք չեր խփի։ Ասում եմ չեր կարա Մուսայելյան, չեր անի։ Կամ էլ, չգիտեմ, երևի նրան հասցրել եք այն վիճակին, որ սպառնացել է, որ կխփի։ Մշտիկյանի մոտ են, Ղազարյանն էլ անդեղ, իկա պատմություն է աղել։ Այս չեմ հասկանում, Մակարյանը չի խառնվել։ Ասա տեղը հանգիստ նստի էլի։ Դե ուզում են ցույց տա, որ իրանք ուժեղ տղերք են։ Էլմի, իմ տղեկը տենց չեն։ Ես այդ Ղազարյանին վաղուց եմ ճանաչում։ Շատ անհաջող մարդ է։ Չգիտեմ, շտաբ գնամ, ինչ անեմ, մարդ չի իմանում ինչ անեմ։ Սա կանչ են էլի, չես վրազում։ Չգիտեմ, հիմա Ղազարյանին հարցակելնում, հետո էլ ինձ անորից կանչել։ Ես ուղղակի նեղվում եմ, որ դու ես պատմության մեջ ընկնես, հա։ Մի ներվի, ինչ կապ ունի, քո հետ կապված չլիներ, մեկ ուրիշի հետ էր լինելու։ Ինչ տարբերություն։ Մի օր իրական դեմքը պետք է ցույց տար, չէ՞։ Ուղղակի դու չպետք է գնայիր հետը խոսեիր։ Քեզ պետք էր։ Այս անջան, իմ զինվորին է նեղացրել, ոչ չգնայի խոսայի։ Գնայ Մշտիկյանի զեկուցեիր։ Ինքը շատ լավ այդ հարցը կլուծեր։ Իսկ հիմա sense դուրս է գալի, որ մենք ենք մեղավոր։ Բայց ես իր հետ շատ նորմալ ու քաղաքավարի եմ խոսած ես անում։ Մակար, այդ կապ չունի։ Այդ կանոնադրության մեջ այդպես բան չկա գրած, որ եթե մի սպա զինվորի նեղացնում է, դու գնաս հարցը լուծես։ Մտի, Մուսայելյան։
Լսում եմ։ Զորամասի հերթապակ կապիտան Մուրադյան։ Պարոն գնդապետ, երկրորդ վաշտից ձեր մոտ զինվոր է եկել, թողնեմ։ Թող գա։ Թույլ կտակ, պարոն գնդապետ։ Արի Ասլանյան։ Շարքային Ասլանյան։ Ասա լսում եմ Ասլանյան։ Հիմա էլ գնացել է հրամանատարի մոտ։ Վայ քաջիկ։ Չնայած որ գցումս ճիշտ էլ արել է, էլի։ Հրամանատարը չի թողի, որ ես հարցս ես մնա։ Լավ գնամ տենամ ինչ անում։ Յա, հմբո, ես ինչ փայտիկա ձևդ։ Փայտիկ քեզ, շվիա։ Շվիա։ Բայց ոնց որ փայտիկ լինի։ Այմար ասում եմ շվիա, բուզվոդի տղեկից եմ վերցրել։ Էլի։ Էլի դու տենամ էդ ինչ է։ Այմար ասում եմ շվիա, փչի տես։ Բայց ճիշտով եսի փայտիկա։ Որ փչեմ կտենամ, հա։ Հա, բալո։ Հա, էլի։ Շվիա։ Սկսենք նրանից, թե դու ինչի համար ես վիրավորել զինվորին։ Ինչի պետքա զինվորը նեղված գա ու ինձ ասի, որ էլ չի ուզում ծառա այստեղ, հա? Որ ձեռքերը ճիշտ չի շարժել, հա? Թեկուզ կողքովը տանցներ ու պատվի չառներ։ Թեկուզ անկարգություն արած լիներ։ Դու ոչ մի դեպքում իրավունք չուներ զինվորին վիրավորելու։ Ոչ մի դեպքում վիրավորված, նեղված զինվորը ինչ կարա անի, ինչ կարաս իրանից սպասես։ Կարա մարդունակ լինի, կարա իրան պաշտպանի, էլ չեմ ասում հայրենիքը, կուզենա, ոչ մի բան էլ չի ուզենա, օրերը կհաշվի, թե երբ աստեղից թողելու գնատուն, չէ, իմ զինվորը օրերը չի հաշվելու, այդ ված սպանա իրա օրերը հաշվելու, ոչ թե զինվորը, որովհետև այդ սպայի համար իմ հետ ծառելը շատ դժվար կլինի։ Հասկանում ես, թե ինչ եմ ասում, Ղազարյան։ Ճիշտ այդպես։ Ճիշտ այդպես։ Այդ հետո կերևա։ Մշտիկյան, պաշտոնը չարաշահելու, զինվորի արժանապատվությունը ոտնահարելու համար պարոն Ղազարյանի գործերի մեջ խիստ նկատողություն ես ավելացնում։ Ես քեզ հնարավորություն կտամ փոխվել, բայց եթե մյուս անգամ նման բան կրկնվեց, ես դիմում եմ գրելու նախարարություն քեզ հեռացնելու համար։ Էլ չի կրկնվի, պարոն գնդապետ։ Ազատ ես։ Լսում եմ։ Մուսայելյան, դու էլ ես ազատ։ Լսում եմ։ Մակարյանին էլ նկատողություն կտաս, Բշտիկյան։ Ճիշտ է, ինքը զինվորին պաշտպանել է, բայց ոչ ճիշտ մեթոդներով։
Ճիշտ մեթոդը նա է, որ զեկուցեր։ Ես իրեն դրա մասին ասել եմ, պարոն գնդապետ։ Մուսայելյանին ուղղված մեղադրանքները իզուր են Բեշտիկյան։ Ճիշտ է, Մուսայելյանը զինվորին պաշտպանել է, բայց ինքը չի գցել սպային, ոնց որ դու էիր ասում։ Այդ Ասլանյան Քաջիկին կկանչես մոտդ, կխոսաս հետը, կբացատրես, որ ինքը մեզ շատ պետք է, որ ինքը դեռ կարևոր գործեր ունի անելու մեր համար։ Հասկանում եմ։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Չէ, Մակարյան, այդպես մի ասա։ Դու նախ պետք է գայիր ինձ ասեիր այդ մասին, ոչ թե գլուխը տառնեիր ու գնայիր։ Հա, հասկանում եմ, լավ ես անում, որ զինվորի համար սիրտը ցավում է, բայց պետք է ճիշտ ցավը, հասկանում ես ինչ եմ ասում։ Պրոստը վատայնա, որ Մուսայելյանը խառնվեց այս պատմությանը, էլի։ Հա, տենում ես։ Քաջի։ Սիրտը տեղ դգա։ Ուֆ, եսի մե։ Ասա, տեղը չի ինգե, բայց ընգնելու վրա է։ Դա թողնել։ Դե լավ է, բրծար։ Ղազարյանն էս մարդը, որ Արտուրուխին կսակի։ Վատ է էլի, որ նման սպաներ կան։ Դե ամեն բնակավարում էլ վատ մարդիկ կա։ Ինքը վատ սպա չի։ Իրա գործը լավ գիտի, ուղղակի բարոյական արժեքներն են ցածր։ Պարոն Մուսայելյան, տղերքը զենք զինամթերք ստացել են։ Ձեզ ենք սպասում։ Հա, արդեն ժամանակն է։ Մուրադյան, Արմանին ասել ես իրանց խնդիրը։ Հա, բա ոնց։ Արման, այս անգամ էլի Մելոյին չթողեք ամենավերջում։ Ոչ մի կերպ։ Ասեմ քեզ, որ ձեզ շատ բարդ զորավարժություն է սպասում, Արման։ Մտածում ես կարող ես տեղել մին դրած լինեն։ Շատ հնարավոր է, որտեղ վիրավորները ականապատ տարածքում են։ Ոչ մեկին ոչ մի բան չասես։ Ինձ պետքա որ դուք պատրաստ լինեք ամեն ինչի։ Հələ տենանք սրատակից ոնց են դուրս գալու։ Էս աստեղ էլ ական կա։ Պաստորեն այս ճյուղերը դրել են, որ մենք իմանանք ականների տեղերը։ Արագացրեք, ժամանակ նիղճ։ Զարոյ անգաջը կանջեցող։